Հարգելի 9-րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր թեման էլեկտրականության։ Այսօր կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում էլեկտրական հոսանքը։ Ուրեմն, պարագրաֆ 6 էլեկտրական հոսանք։ Ինչպես մենք նախորդ տեսանյութում տեսանք, թե ինչպես է մի ատոմից էլեկտրոնը փոխվում անցնում մյուս ատոմի մեջ, այսպիսով տեղեր ունենում լիցքավորում, ատոմի լիցքավորում եւ ատոմը դառնում է իոն։ Ինչպես այստեղ ձախ կողմի ներքևը նկարում պատկերված է լիթիումի եւ բերիլիումի ատոմները, ինչպես է լիթիումի ատոմի մի էլեկտրոնը անցնում բերիլիումի ատոմի մեջ։ Այսպես տեղում է ատոմի լիցքավորում եւ ատոմը դառնում է իոն։ Աջ կողմի վերևին նկարված է մետաքսը եւ ապակին։ Այս երկու մարմինները միմյանցից անջատ են։ Երբ որ միացնում ենք իրար, պարզապես հպում ենք իրար, ապա լիցքավորում տեղի չի ունենում։ Բայց ներքևի պատկերում, աջ կողմի ներքևի պատկերում, ինչպես տեսնում եք շփելուց, ուրեմն էլեկտրոնները ապակուց անցնում են մետաքսին եւ մետաքսը լիցքավորվում է բացասական, իսկ ապակին այս դեպքում պարզ է, որ կլիցքավորվի դրական, որովհետև նա կորցրել է իր էլեկտրոնները։ Չնայած այստեղ հոսանք, այսպես կոչված հոսանք, որ մենք պատկերացնում ենք, այդպիսի բան տեղի չունի, բայց իրականում էլեկտրոնները, որ շարժվել են մի մարմնից մյուսը, այս դեպքում ասում ենք, որ տեղի ունենում էլեկտրական հոսանքի երևույթը։ Այստեղ ուրեմն ապակին, ինչպես տեսնում ենք, որ միացված է երկու ուրեմն էլեկտրաչափերի ձողերին, մի էլեկտրաչափի ձողից մյուս էլեկտրաչափի ձողը չի անցնում, չի փոխանցում էլեկտրոններ, որպեսզի տեղի ունենա այդ երևույթը, ապա պետք է ապակին լինի էլեկտրահաղորդ եւ որը կոչվում էր հաղորդիչ, բայց այս դեպքում ապակին հաղորդիչ չէ։ Ներքևի պատկերում մենք միացրել էինք պղնձով եւ պղինձը թույլ էր տալիս, որ էլեկտրոնները մի էլեկտրաչափից անցնեին մյուս էլեկտրաչափի մեջ։ Այս դեպքում ասում էինք, որ պղինձը հաղորդիչ է, էլեկտրահաղորդիչ է եւ այս դեպքում ասում ենք, որ տեղի ունի էլեկտրական հոսանքի երևույթ։ Թե ինչպես էր այդ երևույթը տեղի ունենում, ինչպես տեսնում ենք, ապակու ատոմի ձախ կողմում, որ նկարված է էլեկտրոն, պետք է էլեկտրոնի ավելի ցուկ լինի, որ իրենց ստեղծած դաշտը ապակու ատոմի էլեկտրոնին հրի դեպի ապակու ատոմի հաջորդ ատոմին, բայց այդպիսի բան տեղի չի ունենում, ապակու ատոմը ավելի ուժեղ է ձգում էլեկտրոնին, քան թե ասենք պղնձի ատոմը, ինչպես նկարված է աջ կողմի ներքևի պատկերում։ Պղնձի ատոմի, երբ որ էլեկտրոնները մոտենում են պղնձի ատոմին, ապա պղնձի ատոմից էլեկտրոնը անցնում է, որովհետև պղնձի ատոմը ավելի թույլ է ձգում էլեկտրոնին, քան թե ապակու ատոմը։ Այսինքն պղնձի ատոմը էլեկտրոնը բաց է թողնում, էլեկտրոնը անցնում է մյուս ատոմի մեջ եւ մյուս ատոմը հաջորդ ատոմի մեջ, այսպես տեղի ունենում ուրեմն էլեկտրական հոսանքի երևույթը։ Այս պատկերում, ինչպես տեսնում ենք, նատրիումի քլորիդ է նկարված, դա կերակրի աղն է,
աղի կերակրի աղի մի ատոմը նատրիումն է, մյուս ատոմը քլորն է, նրանք միացել են, նատրիումի մի էլեկտրոնը միացել է քլորի ատոմին եւ քլորի ատոմը դարձել է նրանք միացել են դարձել են մի մոլեկուլ։ Բայց երբ որ նատրիումի քլորիդը, այսինքն կերակրի աղը, լցնում ենք ջրի մեջ, որն ունի H2O բաղադրիչներ, O բաղադրիչ, թթվածնի բաղադրիչ եւ ջրածնի բաղադրիչ, երկու բաղադրիչ։ Թթվածինը ունի երկու հատ էլեկտրոն վերցրել է իրեն։ Մեկը մի ջրածնի ատոմից, մեկը մյուս ջրածնի ատոմից։ Եվ ինքը դարձել է բացասական կողմը, մոլեկուլի բացասական կողմը։ Եվ նա մոտենում է նատրիումի դրական ատոմին, որ մոտենում է, նատրիումը փոկում է կարծես թե քլորից։ Երբ որ նատրիումը փոկում է քլորից, քլորն էլ փոկվում է ջրածնի ատոմների կողմից, որովհետև ջրածնի ատոմները ունեին բացասական ջրի մոլեկուլի բացասական հատվածը։ Այսպիսով տեղի ունենում նատրիումի եւ քլորի բաժանում մեկը մյուսից, այսինքն տեղի ունենում նատրիումի ստեղծվում է նատրիումի դրական իոն եւ քլորի բացասական իոն։ Ահա այսպես ուրեմն տեղի ունենում ստացվում է ուրեմն լուծույթ կերակրի աղի լուծույթը ջրում։ Ինչպես նկարված է ձախ կողմի ներքևի պատկերում, ինչպես տեսնում ենք մեջտեղում նկարված է ուրեմն տարա, որի մեջ լցված է աղ, սովորական աղ, նատրիումի քլորիդ։ Նատրիումը ունի դրական ուրեմն լիցք, իսկ քլորը ունի բացասական լիցք։ Եթե այս տարայի երկու կողմերում մեկը ապակու լիցքավորված ուրեմն ձող է, մյուսը էբոնիտի լիցքավորված ձող է։ Ապակու լիցքավորված ձողը աջ կողմում է նկարված, էբոնիտի լիցքավորված ձողը ձախ կողմում է նկարված։ Երբ որ մոտեցնում ենք տարային, ինչ է տեղի ունենում։ Ուրեմն քլորի բացասական իոնը ազդվում է ուրեմն ապակու դրական լիցքավորված ապակու դաշտի կողմից ազդվում է, այսինքն ձգվում է դեպի ապակու դրական լիցքավոր։ Իսկ նատրիումի դրական լիցքավորված իոնը վանվում է, մյուս կողմից ձգվում է էբոնիտի բացասական լիցքավորված ձողի կողմ։ Եվ այսպես տեղի ունենում ուրեմն բևեռացում, կարծես թե բևեռացում է տեղի ունենում, ուրեմն լուծույթի մեջ իոնները հավաքում են, դրական իոնները հավաքում են մի կողմում, բացասական իոնները հավաքում են մյուս կողմում։ Այսպես տեղի ունենում էլեկտրոլիտների միջև մեջ էլեկտրական հոսանքը, այսինքն աղերի, թթուների լուծույթները։ Նատրիումի քլորիդը աղեր, ինչպես գիտենք, նրա լուծույթը ուրեմն իրենից ներկայացնում է էլեկտրոլիտ։ Այդ էլեկտրոլիտում ուրեմն հոսանք տեղի ունենում էլեկտրական հոսանքի երևույթ։ Հոսանքի ուղղությունը վերցնում է դրական իոնի շարժման ուղղությունը, այսինքն նատրիումի շարժման ուղղությունը։ Դե այդպես պատմականորեն է տեղի ունեցել, չնայած մենք այստեղ տեսանք, որ դրական իոններ չկան, պարզապես էլեկտրոններն են շարժվում պղնձի մեջ էլեկտրական հոսանքի դեպքում։ Բայց մենք ասում ենք, որ էլեկտրոնների շարժման ուղղությանը հակառակ ուղղությունը մենք ընդունում ենք որպես
հոսանքի ուղղություն։ Այսքանը ուրեմն էլեկտրական հոսանք անվանենք այն ելույթը, երբ որ լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է տեղի ունենում։ Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը դա իրենից ներկայացնում է ուրեմն էլեկտրական հոսանքը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։